Ավտոմոբիլային աշխարհի ամենայուրահատուկ և ինքնատիպ մակնիշներից մեկը անգլիական Jaguar ընկերությունը կտրուկ փոփոխության է ենթարկում իր ոճը։ Անգլիական ավանդապաշտ այս մակնիշը, որի այժմյան դիզայնը հիմնված է սեփական պատմության և ժառանգության վրա, ցանկանում է նոր թարմ լիցք հաղորդել իր մեքենաներին, աշխատելով հեռանալ իր ակադեմիական ոճից։ Jaguar-ի պահպանողական ոճն իհարկե այս մակնիշի այցեքարտն է և ունի իր գնորդների հաստատուն բանակը, սակայն զարգանալու և մրցակցությանը դիմանալու համար արդեն բավարար չեն ռետրո ոճի սիրահարները։ Ընդհանուր առմամբ Jaguar-ն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ։ Ընկերությունը գտնվում է Ford-ի Premier Automotive Group ենթաբաժնի կազմում, որտեղ բացի Jaguar-ից ընդգրկված են նաև Volvo-ն, Land Rover-ը և Aston Martin-ը։ 4 ընկերություններից թերևս միայն Volvo-ն է շահույթով աշխատում, իսկ մյուսները միայն վնասներ են բերում։ Այդ պատճառով Ford-ն արդեն մտածում է վնասաբեր ընկերություններից ազատվելու մասին, որի առաջին քայլը հանդիսացավ Aston Martin-ի վաճառքը $900 միլիոն։ Ինչ վերաբերում է Jaguar-ին, ապա Ford-ում գտնում են, որ Jaguar-ի փրկության միակ ելքը ոճի կտրուկ փոփոխությունն է, որն էլ պետք է իրականացնի ընկերության նոր գլխավոր դիզայներ Ian Callum-ը։ Կորպորատիվ նոր ոճի առաջնեկը հանդիսացավ նոր սերնդի XK կուպեն, որի համաշխարհային դեբյուտը կայացավ 2005 թվականի սեպտեմբերին Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսալոնում։ Ian Callum-ի երկրորդ, ավելի հեղափոխական աշխատանքը Jaguar CX-F կոնցեպտուալ մոդելն է, որը ներկայացվեց 2007 թվականի հունվարին Դեթրոյթի միջազգային ավտոսալոնում։ Միանգամից ասենք, որ Jaguar-ի նոր կոնցեպտը կամ դրան շատ մոտ սերիական մոդելը պետք է փոխարինի միջին դասի Jaguar S-Type բիզնես սեդանին, որն արտադրվում է 1998 թվականից։ Միանգամայն պարզ է, որ այստեղ դիզայներական հեղափոխություն է տեղի ունեցել։ Նախկին ակադեմիական պահպանողական ոճով բիզնես սեդանի փոխարեն մեր առջև սրընթաց, ժամանակակից, ագրեսիվ մեքենա է, որն իր սիլուետով ավելի շուտ հիշեցնում է կուպեի, քան սեդանի։ Կուպեի հետ ասոցիացիան ապահովված է երկար կապոտի, կարճ ետնամասի, ցածր տանիքի և ապակիների շրջանակների մեջ քողարկված դռների բռնակների շնորհիվ։ Առաջնամասի ձևավորումը միանգամայն նոր ոճաբանություն ունի։ Այստեղ ևս դոմինանտ դեր է կատարում ռադիատորի քողարկիչը, սակայն այն որևէ աղերս չունի Jaguar-ի նախկին ոճաբանության հետ։ Բարակ բիքսենոնային լուսարձակները ռելիեֆային կապոտի հետ մեկտեղ հզորության, եռանդի և լրջության լիցք են հաղորդում մեքենայի առաջնամասին։ Ետնամասում բարակ կանգ-ազդանշանները միաձուլվել են իրար, դառնալով մեկ ամբողջություն։ Բամպերի ներքնամասում հզոր աերոդինամիկ դիֆուզորն է խլացուցիչի խողովակներով, որոնք սակայն մի փոքր հակադրվում են ետնամասի նուրբ և ներդաշնակ կառուցվածքին։ Կողքից դիտելիս Jaguar-ը հիանալի սլացիկ տեսք ունի, հատկապես ցածր տանիքի և 21 դյույմանոց անիվների շնորհիվ։ Առջևի բամպերներին առկա են օդափոխիչ ուղղայաց անցքեր, որոնք նույնպես դառնում են նոր Jaguar-ների բնորոշ դետալները։ Սալոնում միանգամայն ֆուտուրիստական միջավայր է, որի ձևավորման հիմնական նյութերը ալյումինն ու կաշին են։ Օգտագործված է նաև բարդու փայտ, որը սակայն հատուկ ջերմամշակման շնորհիվ բոլորովին փայտի տեսք չունի։ Այստեղ ևս նախկին լաքապատ փայտե և կաթնագույն կաշվե մթնոլորտը փոխարինվել է ժամանակակից կահույքային ձևավորման։ Սակայն սերիական արտադրության դեպքում հավանաբար որոշակի շտկումներ կկատարվեն և ավանգարդային ղեկանիվը կամ նստատեղերը կփոխարինվեն ավելի սովորականներով։ Jaguar CX-F-ը զինված է V-ձև 8 մխոցային շարժիչով, որի աշխատանքային ծավալը հավասար է 4,2 լիտրի։
Սա նախկինում հայտնի շարժիչն է, որը մեխանիկական կոմպրեսորի օգնությամբ զարգացնում է 420 դիաուշզորություն։ Որպես փոխանցումատուփ ծառայում է 6 աստիճանով ավտոմատ փոխանցումատուփը ձեռքի կառավարման ռեժիմով։ Հավելյալ տեխնիկական ինֆորմացիա Jaguar-ը չի տրամադրում, մտածելով, որ այս պահին շատ ավելի կարևոր է ոճային նոր ձեռագրի թողաստպավորությունը, քան չոր թվերը կամ էլեկտրոնային սարքավորումների աշխատանքի նկարագրությունը։ Ինչ վերաբերում է S-Type-ի հաջորդ մոդելի նոր ոճին, ապա այն իրոք տպավորիչ է և չնայած իր ռադիկալ տարբերությանը, այն որևէ այլ մեքենայի նման չէ, բացի Jaguar-ից։ Այնպես որ կարելի է արձանագրել, որ Yankelum-ին հաջողվել է միանգամայն նոր ոճի մեջ պահպանել Jaguar-ի թաքնված հզորության ոգին։ Սակայն կգնահատեն արդյոք հեղափոխական նոր դիզայնը բիզնես դասի փոքր-ինչ պահպանողական գնորդները, դժվար է կանխագուշակել։ Համենայն դեպս Jaguar-ում դեռևս ժամանակ ունեն վերլուծելու CX-F-ի թողաստպավորությունը, քանի որ նոր սերնդի S-Type-ին պետք է սպասել 2008 թվականից ոչ շուտ։